Solar Farm ընկերությունը Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման առաջագնացներից է։ 2024 թվականին այն ընդհանուր ցանց է մատակարարել մոտ 9 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա, եւ սա դեռ հնարավորությունների սահմանը չէ։ Նախագիծը ֆինանսավորող ԵՄ Հայաստան ՓՄՁ հիմնադրամը կառավարող Ամբերտ Կապիտալ ներդրումային ընկերության էներգետիկ ծրագրերի ղեկավար Կարեն Արաբյանը Armepress-ին տեղեկացրեց, որ այս տարի արևային կայանների քանակը նախատեսվում է հասցնել 7-ի, իսկ դրանց ընդհանուր հզորությունը 33 մեգավատի։ Solar Farm-ը հիմնադրվել է 2019 թվականին, սակայն արևային ֆոտովոլտային առաջին կայանը սկսել է շահագործել դրանից 2 տարի անց։ Այս տարվա հունվարից գործում է նաև Solar Farm 2 արևային կայանը։ Դա մեր ԵՄ Հայաստան ՓՄԶ հիմնադրամ, ներդրումային հիմնադրամի էներգետիկ ռազմավարության ներդրումային ծրագրերից մեկն է։ ԵՄ Հայաստան հիմնադրամը հիմնադրվել է 2020 թվականին մի շարք միջազգային եւ տեղական ներդրողների կողմից, ներառյալ Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերը, երկուսն էլ ներառյալ Եվրոպական զարգացման բանկը, հոլանդական զարգացման բանկը FMO-ն եւ Հայաստանի կառավարությունը ներդրումներ են արել մեր հիմնադրամում եւ հիմնադրամը իր գործունեությունը ծավալում է 28 թվականից եւ ունի ներդրումներ տարբեր ուղղություններում Հայաստանում, սկսած գյուղատնտեսությունից, սննդի արդյունաբերություն, առողջապահության ոլորտ եւ ամենակարևոր ուղղություններից մեկը վերականգնվող էներգետիկան է։ Ներկայում Հայաստանի տարբեր բնակավայրերում արևային ճառագայթում է էլեկտրաէներգիայի եւ վերածում ընկերության 5 կայան։ Արագածոտնի մարզում գործող Սոլիսի հզորությունը 4.5 մեգավատ է։ Գեղարքունիքի մարզի ճամբարակամայնքում շահագործվում են 5.5 եւ 5.9 մեգավատ հզորություն ունեցող Solar Farm 1 եւ Solar Farm 2 կայանները, որոնցից 10 կիլոմետր հեռու կառուցվել է 2 մեգավատ հզորության եւս մեկ կայան։ Գեղարքունիքի մարզի մեկ այլ բնակավայրում Վարդենիսի մեծ Մասրիկ համայնքում է տեղադրված 3.5 մեգավատ հզորության մոդուլ SAN կայանը։ Շինարարության փուլում են Sanergy ընկերության կայանը Գառնիում եւ մեծ Մասրիկում կառուցվող Համանուն կայանը։ Յուրաքանչյուրն ապահովելու է մոտ 5.5 մեգավատ հզորություն։ Armepress-ի ստեղծագործական խումբը տեղում ծանոթացավ կայաններից երկուսի աշխատանքին։ Այստեղ Solar Farm 1 եւ 2 արևային կայաններն են, մեկը գործում է Solar Farm 1-ը գործում է այդպես կոչված երաշխավորման գնման տիրույթում, Solar Farm 2-ը, որը շահագործման է հանձնվել այս տարի, գործում է ազատ շուկայում եւ ամեն մեկի հզորությունը 5 մեգավատ է, դա նոմինալ հզորությունն է, իսկ պանելներով ավելի բարձր է, իրականում 5.9 եւ 5.5 մեգավատ եւ արտադրության տեսանկյունից մեր պլանավորում ենք արտադրել մոտ 20 միլիոն կիլովատ-ժամ տարեկան եւ դա մատակարարվել է Հայաստանի էլեկտրական ցանց եւ հետո բնակչությանը եւ սպառողներին Հայաստանում։ Այս կայանը կառուցվել է Հայաստանի կառավարության ընդունած ծրագրով տեղական բանկերի ֆինանսավորմամբ։ Մեր վարկի մի մասը սուբսիդավորվել է կառավարության կողմից ընդունված տնտեսության խթանման ծրագրերի ներքո։ Կարեն Արաբյանը յուրահատուկ է համարում բիզնեսի այս տեսակը, քանի որ այն ունի ռազմավարական նշանակություն։ Նպաստում է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը եւ ներկրվող հանածո վառելիքից կախվածության նվազեցմանը։ Վերականգնվող էներգետիկան դա մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի, որովհետև ինչպես գիտենք Հայաստանը ունի հանածո վառելիք եւ մեծ մասը էներգակիրների ստիպված է ներկրել, դա բնական գազը, ուրանը, միջուկային վառելիքն ատոմակայանի համար եւ վերականգնվող էներգետիկան այդ պատճառով դառնում է ավելի քան ռազմավարական եւ այդ պատճառով մեր հիմնադրամի համար դա ռազմավարական ուղղություն է։ Մեր զրուցակիցը ընդգծեց, որ դեռևս 2000-ականների սկզբից Հայաստանի կառավարության որդեգրած էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի խթանման ծրագրերը նպաստել են այս ոլորտի զարգացմանը։ Շուկան 2021 թվականից արդեն վերափոխվել է պարտադիր գնման շուկայից, մենք անցել ենք ազատականացված շուկա եւ իհարկե կան շատ բաժներ կան, որ կամ կարիքներ կան, բայց դա հնդածս իրականացվում է։
Արևային նոր կայաններ կառուցելուց բացի ԵՄ Հայաստան ՓՄՁ հիմնադրամը 2025 թվականին իրականացնելու է ցածր արդյունավետությամբ աշխատող փոքր հիդրոէլեկտրակայանների վերազինման ներդրումային ծրագիր։ Ներդրում ենք անելու գոյություն ունեցող փոքր հեկերին, որոնք այդքան էլ արդյունավետ չեն աշխատում, իսկ հին սարքավորումներ, հին տեխնոլոգիաներ վերազինելու ենք եւ բերելու ենք իրենց միջազգային թե տեխնիկական, թե բնապահպանական ստանդարտներին։ Հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի արևային կայանները Հայաստանում ավելի մատչելի եւ հասանելի լինեն, Կարեն Արաբյանը նշեց, այդ ժամանակն արդեն եկել է։ Հայկ Բարսեղյան, Հրայր Նազարյան, Armenpress։